Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության լիցենզիան կդադարեցվի հարցը ներառված է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 13-ի նիստի օրակարգում։ Հանձնաժողովը հրապարակել է բավական ծավալուն նախագիծ, որտեղ մանրամասն ներկայացված են լիցենզիայից զրկելու հիմնավորումները։ Նշվում է, որ ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է գրություն այն մասին, որ բազմակողմանի ոլորտային ուսումնասիրությունները վեր են հանել բազմաթիվ խնդիրներ ու բացթողումներ։ Մասնավորապես պարզ է դարձել, որ 2025 թվականի հունվարի 2-ին ընկերության սերվերային համակարգում կատարված ծրագրային աշխատանքների ընթացքում ջնջվել են էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառման ավտոմատացված համակարգում եղած բավական ծավալուն տվյալներ։ Նշվում է նաև, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության մասնաճյուղերում կատարվել են ստուգայցեր, որի արդյունքում Գեղամա, Արաքս, Ղարս, Դեբետ մասնաճյուղերի սպասարկման տարածքներում հայտնաբերվել են սպառողների սպառած կամ արտադրած էլեկտրական էներգիայի քանակի հավելագրումներ և թերգրանցումներ։ Խախտումներ ու թերացումներ են արձանագրվել նաև սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու ժամկետների հետ կապված։ Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսին խորհրդարանը ընդունեց ՀԵՑ-ի պետականացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը, որով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրվել էին նոր լիազորություններ։ Մասնավորապես օրենքով սահմանվել էր, եթե լիցենզավորված կազմակերպության գործունեությունն ունի բարձր ռիսկայնություն, ապա կառավարության լիազոր մարմինը կարող է հաղորդում ներկայացնել, հնարավոր է դարձվել նաև կանխարգելիչ միջոցների կիրառումը։